Սենց յուրահատուկ, համ, հաճելի, արամատ, բույրը դուք ուղղակի չեք պատկերացնի, աննկարագրելի հետաքրքիր բան ստացվեց, համը տեսել եմ արդեն, շուտով կնստեմ կվայելեմ, յուրահատուկ, իրոք շատ հետաքրքիր բան ստացվեց, ճիշտ ասած ինձ առողջական մի փոքր այսպես խնդիր չի ասի դա, մի փոքր թերություն կա, որը որ ուղիղ ասեմ, Արիանոս տոկոսը ասել էին, որ մի քիչ ցածր է, ու ասել էին, որ կարմիր բազուկը պետքա թարմ օգտագործեմ, ուրեմն մտածում էի Աստված իմ ինչի հետ կարելի է համադրել, որ հաճելի լինի, դուք չեք պատկերացնի, շոկոլադը ու նանան ուղակի այս բոլոր ինգրեդիենտները ինչ էլ որ խառնել եմ մեջը, շոկոլադն ու նանան, դրանց հետ դարձել է մի յուրահատուկ, այսպես ապետիտնի, ախորժելի և բույրը, տեսքն էլ կարծում եմ վատ չի, ինքը այն կարմիր բազուկի այդ իր յուրահատուկ գույնը, այդ երանգը բավականին փոխվել է նանայի ու շոկոլադի միջոցով, այնպես որ փորձեք, ուղղակի չափերը կարող եք դուք ձեր նախընտրությամբ անել, ես մոտավորապես այնպիսի չափ բռնեցի, որ օրինակ լիմոնը, եթե մի քիչ շատ գցեի, ենթադրենք կես լիմոն գցեի, ինքը կարող էր այս բոլոր համերին, այսպես ասած, կոտրել ու ինքը իրեն ցույց տալ, բայց այս դեպքում, ասեմ ձեզ, նանան ու շոկոլադը, ու այն մյուս համերն էլ այսպես նրբորեն իրար են խառնվել, ինձ այս համադրության համար խիստ չդատեք, այսպես ասած, կարծում եմ սիմֆոնիկ երաժշտության սիրահարները ինձ կհասկանան, թե ինչ է նշանակում շատ համեր իրար խառնել, նաև նկարիչները կհասկանան, ովքեր որ բազմաթիվ, ասենք, գույներ են խառնում տարբեր չափերի և ստանում են շատ հաճելի հետաքրքիր երանգներ, այսպիսով նստեմ վայելեմ, Աստված օրհնի բոլորիդ, հետևեք այս էջին, շատ հետաքրքիր է լինելու, այսօրվա համար այսքանը։